Եկներ ունեք համանդրական դատարանից հաշվի առնելով, որ ընդդիմադիրները մշտապես ոչ դրական վերաբերմունք են արտահայտել կառույցի գործունեության վերաբերյալ։ Դա կա, բայց մենք չենք կարող մերժել պետական բոլոր ինստիտուտները, չենք կարող մերժել պետական ինստիտուտները, պետք է մենք հարգենք մեր պետական այն ինստիտուտը, որը կարող է, եթե կամք դրսևորի, օրինականության շրջանակներում ապահովի ձայնագողության բացակայությունը, այսինքն ապահովի այն քայլը, որ ԲՀԿ-ի 50,000 մարդու ձայն չգողանան։ Այսօր հույս է տալիս այն, կներեք ինչ, իսկ 58,000 մարդու համար չպայքար ենք մենք, 58,000 ձեր հայրենակիցներ, պատկերացնում եք այստեղ հավաքված լինեն, պատկերացրեք այստեղ հավաքված լինեն 58,000 մարդ, այո, 58,000 մարդ, եւ իրենց ձայները ձեր ֆինանսավորող կուսակցության ղեկավարը գողացել է։ Քաղաքականները արդեն տարածում են որոշ լուրեր, քաղաքական գազպրալյորը եւ ինչ-որ X ժամանակ հետո լքելու է ձեզ, գնալու է ուրիշ նման պլաններ կան, թե չէ։ Սամվել Կարապետյանը երկար պլաններ ունի Հայաստանում եւ Սամվել Կարապետյանը մասնակցելու է Հայաստանի մենք ամեն ինչ անելու ենք, որ փոփոխություն լինի ու վերակառուցման գնա մեր երկիրը։ Այս խաբեությունները, որ հիմա այս մարդիկ անում են, մի ինչ-որ ժամանակ կարող են մարդկանց աչքերն էլի թոս փչել, բայց ամեն հաջորդ տարին իրենց վստահության տոկոսը անկում է ապրում, անխուսափելի է փոփոխություն։ Իհարկե, մենք մարտահրավերների առաջ հանդես եկանք, ունեցանք մարտահրավերներ, հիմնական մարտահրավերները նրանք են, որ այս մարդիկ ինչքան երկար մնան իշխանության, այդքան շատ պրոբլեմներ ունենք։ Դուք տեսաք, որ առաջի երկրի օտարերկրյա երկրի ներկայացուցիչը, որ եկել է Հայաստան ընտրություններից հետո, չի եղել Եվրոպական միության ներկայացուցիչը, չի եղել այլ Ամերիկայի Միացյալ Նահանգների, չի եղել մեր արևան երկրների ներկայացուցիչը, եղել է Ադրբեջանի նախագահի օգնականը, ով եկել է Հայաստան եւ եղել է այն քաղաքում, որտեղ ոչ աշխատանքային օր եղել է Հայաստանի վարչապետը։ Սա նշանակում է, որ ինչքան երկար այս իշխանությունը մնա կառավարի Հայաստանում, այնքան շատ են վտանգները, այն վտանգները, որի մասին մենք հարյուրավոր անգամ բարձրաձայնել ենք եւ որի մասին վերջապես 2 օր առաջ նաեւ ձեր գոլեգաներից չեմ հիշում, ում հարցին պատասխանելով ընդունեց այսօրվա քաղաքացիական պայմանագրի ղեկավարը, որ այո, Ադրբեջանում կա այդպիսի խոսույթ, նա քննադատեց այդ խոսույթը, բայց ամբողջ նախընտրական շրջանում հիշում եք ինչքան էին ասում չկա այդպիսի բան։ Ընտրությունից հետո ասեցինք Ընդդիմությունից է որ կա, ընդդիմադիրները դրոշներ են դրել ազգային ժողովի ինչ դրոշներ, Արցախի դրոշները դրել են խորհրդարանում, սադրում են իրենք էլ Սամվել Կարապետյանի առաջարկից հետո հանդիպում եղել է Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, թե չէ պարոն Կարապետյանի հետ այդ հանդիպումը եղել է, թե չէ դա մեկ։ Երկրորդն էլ ընդհանուր ընդդիմությունը 500,000-ից ավել թվեր է ստացել։ Ինչու իրենց չեք հորդորում դուրս գան եւ արտարությունը վերականգնեն այդ ճանապարհով, թե սպասում եք սահմանադրական դատարանի։ Տեսեք, ընթացակարգերով ամեն դեպքում մենք կգնանք, ընթացակարգերով կհետևենք ընթացակարգերին, բայց նաև մենք պետք է մի բան հասկանանք, որ ժողովուրդը պետք է իր խոսքը ասի 1 օր եւ դա լինելու է որոշիչ օր։ Մենք չենք ուզում մի օր, դա արդեն այսօր կարծում եմ ինչքան շուտ է ժողովրդին անեք փողոց ձեր Նաև Նարեկ ջան, ձեր աշխատանքը, ձեր կրտնաջան աշխատանքը կբերի դրան։ Ես այսօր տեսնում եմ, թե Factor TV-ն ինչ մեծ մղումով է պաշտպանում գողացված ձայների, ընտրակեղծիքների դեմ ինչ պայքար է տանում Factor TV-ն։ Ձեր աշխատանքը կօգնի մեզ։ Պետք է դուք շարունակեք ընտրակեղծիքների դեմ պայքարը, 50,000 մեր հայրենակիցների ձայները գողանալու դեմ ձեր պայքարը, որ այդ օրը շուտ է։ Նարեկ ջան, հարցազրույցի մի վերացեք։ Սամվել Կարապետյանը ընդդիմադիր ուժերին կոնսոլիդացիայի հրավերը ուղարկում, ընդդիմադիր ուժերը կանոնակարգեմ ձեր աշխատանքը։ Եվ սպասում են այսպես ասած ճանապարհային քարտեզի։ Արդյոք կա ճանապարհային քարտեզ, որը ներկայացնելու եք եւ որով կարող եք ընդդիմադիր ուժերին հրավել։ Այո։ Հիմնական երկու խնդիր կա։ Առաջինը փոշիացումներն են։ Ձայների փոշիացումը բերեց նրան, որ փոքրամասնության, մեր հասարակության փոքրամասնության
կողմից ընտրված, անգամ այսքան ընտրակերտիկների հետո ընտրված իշխանությունը փորձում է մնալ իշխանության։ Մենք պետք է փոշիացման դեմ ընդդիմադիր ուժերի հետ դա ենք ուզում խոսել։ Երբ մենք զգուշացնում ենք, ասում ենք, իհարկե պետք է երկկողմանի ընդունենք նաև մեր քայլերի եւ մեր մյուս գոլեգաների քայլերի անհամապատասխանության հետ կապված հարցերը, բայց պետք է իրար հետ հասկանանք, որ քայլերն են մեզ օգնել այս իշխանությանը ավելի ուշ հրաժեշտ տալու։ Մենք վստահ ենք, որ իշխանությանը հրաժեշտ ենք տալու։ Ուշ թե շուտ, դա մեր քայլերից է կախված։ Հիմնական հարցը այն ուժերը, որ վստահ չեն, որ ազգային ժողով կանցնեն, պետք է ամենայն հարգանքով բոլորի հանդեպ հնարավոր է իրեն քաղաքականության մեջ ավելի երկար են, ավելի փորձառու են, շատ հնարավոր է, բայց չեն անցնում։ Ժողովուրդը փոփոխություն է ուզում։ Դրա համար ցանկալի է, որ հետագայում էլ չմասնակցեն, եթե իրենք ուզում են այս իշխանության փոփոխություն։ Կարապետյան, դուք այստեղ համանդրական դատարանում վիճարկում եք ընտրությունների արդյունքները համանդրական դատարանում, բայց քաղաքացիական պայմանագիրը այսպես արդեն պաշտոններն է բաժանում, ազգային ժողովի նախագահ է ուզում ընտրել, նախագահի հարցն է քննարկում։ Իսկ առաջինը ով ազգային ժողովի նախագահի տեխնացուին շնորհավորեց։ Չեմ հիշում։ Քլեչը, հա։ Հարցը ուրիշ բանի մասին է։ Արդյոք սա չի նշանակում, որ ամեն ինչ ըստ էության ՍԴ-ում որոշված է, սուդյան առած է, ինչպես ասում են։ Ամեն դեպքում մենք պետք է որպես երկրի ինստիտուտ հանդիպենք եւ կգնանք այս ճանապարհով։ Հույս է տալիս, որ ԿՊԱ-ական երկու գործիչ դուրս է եկել կազմից, նաեւ մտավախություն է առաջացնում, որ տեխնացուներից նախկին տեխնացուներից մեկը շարունակում է մնալ ՍԴ-ի կազմում։ Բայց ամեն դեպքում կգնանք process-ի ավարտը, ըստ դրա բան կանենք։ Մի բան, որ հաստատ է, իշխանությունը այլևս Ալիևի պատվերով չի կարողանա հանրաքվե անել։ Դրա պատճառով նա դիմելու է բոլոր մեթոդներին մեր թիմում եղած անդամների վրա բռնաճնշումները, ցուցակում եղած հարյուրավոր մարդկանց դեմ բռնաճնշումների փորձը նրա նպատակ ունեն, որ կարողանան ինչ-որ ձև ազդել, բայց չեն կարողանում։ Իսկ դուք ո՞նց եք ճնշումներից պաշտպանելու ձեր թիմակիցներին, որովհետև ամեն օր լուրեր ենք ստանում, թե ձեր շտաբի պետի կնոջը օրինակ, որը Աղավնաձորի դպրոցում 34 տարվա դասադուլ է, ոնց ենք ամուսինը ինչա ձեր շտաբի պետն է եղել, ազատել են, ասել են դիմագրի ազատի աշխատանքից։ Դուք ո՞նց եք ձեր թիմակիցներին այսպես պաշտպանելու նման ճնշումներ։ Ամեն դեպքում մենք կանգնում ենք մեր ընկերների կողքին, ում ընտանիքի անդամներին աշխատանքից հանել են։ Լուծումներ ենք առաջարկում, մենք լինում ենք իրենց կողքին, նաև ամբողջ process-ի ընթացքում, դատական process-ի ընթացքում մենք հետևում ենք եւ բոլորի հետ ենք։ Չի վախեցնում դա։ Ձեր թիմակիցներին քիչ այսպես վախեցնելով մեկին գործից անելով, մյուսին այլ կերպ ճնշելով, մեկին քրեական գործերով, 340,000 մարդուն ինչ որ ձև կաշկանդեց, 340,000 մարդուն։ Երբ ընտրություններից 2 օր առաջ հարյուրավոր մարդիկ մեր բոլոր գրեթե շրջանային ներկայացուցիչներին տարան 3 օրով 72 ժամ հետո թողեցին։ Որ պետք լինի այդքան դուրս կգամ փողոց։ Դա մեր հայրենակիցների որոշումն է, կարծում եմ, որ կարևոր պահին Երևանյան փողոցի Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։